քաղցրահամ բաներից խոսելով։ Մի շարք էլ կա, որ շատ ենք սիրում, այո։ Խոհանոցի շարքերն ենք շատ սիրում։ Ինչու քաղցրահամ, որովհետև այսօր մեր խոհանոցային անկյունում է Սարգիս Նիկողոսյանը, բարի լույս Սարգիս, եւ գիտենք, որ մի անուշ մի բան ենք պատրաստելու։ Այո, այսօր շատ հետաքրքիր նախաճաշ ենք պատրաստելու, նախաճաշ կոնֆետներ։ Նաև կարող եմ անվանել, որ էներգիայի ռումբ, այսպես ասենք, հավաքել ենք բաղադրիչներ, որոնք ամենաշատ էներգիայի տարեր պարունակող բաղադրիչներն են եւ ամենաառողջ մեր ոլորտում կարող ենք հաշվել։ Մի փոքր ներկայացնեմ, ինչ բաղադրիչներ մեզ հարկավոր եւ արդեն անցնենք պատրաստմանը, քանի որ մի քիչ երկար է տևելու մեր աշխատանքը։ Այսպես մեզ անհրաժեշտ է գետնանուշ, ցանկալի տապակած բոված վիճակում ես արդեն սկսել եմ մեր գետնանուշը թեթև տապակել, բովել։ Ելակ է անհրաժեշտ, խուրմե է անհրաժեշտ, գետնանուշի պաստայը խյուս է անհրաժեշտ, խյուսը արդեն պատրաստել եմ ես, քանի որ ժամանակատար է, ընթացքում կհուշեմ մեր հեռուստադիտողներին, թե ինչպես պատրաստեն գետնանուշի խյուսը, շատ հեշտ է տնային պայմաններում։ Մեզ անհրաժեշտ է առանց շաքար պարունակող սիրոպ, ուզում եմ թողեմ հանելուկ եւ գուշակելու ենք ընթացքում, թե ինչ սիրոպ օշարակ եմ ես վերցրել եւ անհրաժեշտ է լինելու հղկու, արդեն գիտենք, ինչ որ մեկը ուրեմն հուշել է ձեր։ Չէ, գույնից գուշակեցի անկեղծ, ոչ ոք չէր հուշել։ Հաշվեք այսպես, բանան օշարակսել հեռուստադիտողներ։ Հղկու, այո, հղկու օշարակ ընթացքում կպատմենք, թե ինչպես են ստանում հղկու օշարակը, շատ հետաքրքիր։ Դա է տալ պայմաններում Սարգիս։ Չէ, տալ պայմաններում չեն կարող ստանալ եւ շատ հետաքրքիր այսօր հատապտուղ ունենք, որի անունը իհարկե շատ բարդ է հայերեն չի թարգմանվում, կոչվում է գոջի հատապտուղ։ Գոջի բերեն իրեն անվանում, լորամիրգը չէ։ Չէ, լորամիրգը չէ, լորամիրգը տարբերվում է։ Ես փորձել եմ ընթացքում համեմատել եւ փորձել գտնել, թե ինչն է Հայաստանում գոջին։ Մի փոքր նմանացնում եմ լորու արջի չամչին։ Դրանք մի քիչ տարբեր են, բայց ինքը իր տեսակով լրիվ բացարձակապես մեր հայկական հատապտուղներից տարբերում է, ինքը հենց հատապտուղ է կոչում եւ եթե իհարկե երևում է, այսպես մանր սերմերի հատիկներ ունի իր մեջ, որ բացարձակապես մեր եղած ոնց որ հատապտուղները չունեն, դա չեն պարունակում։ Սկսենք պատրաստելը, ես մի փոքր արդեն բովեցի մեր գետնանուշը մանրացնելու ենք եւ սարքելու ենք մանր փոշու նման մասսա, վերցնում ենք խուրման։ Իդեպ նշեմ, որ այսօր ինչ վերցրել ենք, հիմնական առողջ սննդում շաքարի փոխարինող մթերքներ են, որոնցից մեկը նաև խուրման է, ովքեր որ փորձում են առողջ սնվել եւ շաքար չօգտագործել կամ կանֆետները փոխարինել, ամենահեշտ եւ արագ տարբերակը ուղղակի վերցնենք խուրմա եւ առավոտյան սուրճի հետ օգտագործենք խուրմա։ Ահա թե ինչ ես գիտեի, թե ինչ է հղկու օշարակը։ Այո։ Իսկ բացի հղկու օշարակից ուրիշ տեսակի առանց շաքար պարունակող օշարակներ ծանոթ են ձեզ։ Չէ, որովհետև միայն դա է ամենահայտնին։ Ամենահայտնին, այո։ Maple օշարակն է, չէ՞, որ ասում Maple, այո, maple կլյոնովի սիրոպ, այո, ռուսերեն maple օշարակ, բացի հղկու սիրոպից, նաև մեղրն է, որ շաքար չի պարունակում, եւ ունենք մեկ սիրոպ է, Հայաստանում օգտագործում են պալմայի շաքար կա, բայց դա այդքան էլ ես խորհուրդ չեմ տալիս, ինքը համեմատաբար առանց շաքարի բամբուկի շաքարել են օգտագործում այստեղ։ Ահա, ինչ մեծ ցուցակ էր փաստորեն փոխարինիչների։ Եվ մեկ օշարակ եւս կա, ընթացքում կհիշեմ, կասեմ։ Շատ լավ։ Մի օշարակ էլ կա, որ հենց հղկու օշարակի նման օգտագործում ենք։ Ես խոհարարական դասընթացի եմ մասնակցում, ինձ թվում է հենց այս պահին ինչ որ վարպետաց դաս է ընթանում, բամբուկի շաքար, պալմայի։ Իսկ ներողություն, հղկու թե թղկու օշարակ։ Թղկի մասին է խոսքը, թղկու օշարակ, այո։ Հիմա մի փոքր Բայց մանրամասներ չասես ինչպես են պատրաստում։ Եվ այլն չգիտես, եթե Սարգիսը գիտի, կարող է պատմել։ Այո, ես կպատմեմ հիմա թե ինչպես են պատրաստում, մենակ մի վարքյան ես հարեմ մեր գետնանուշը, նայեք ինչքան յուղայնություն ունի, ինչքան յուղ է պարունակում իր մեջ գետնանուշը, չնայած մեր ընդեղենին ամենաբացասական յուղեր պարունակող գետնանուշն է, բայց անգամ նա նայեք ինչքան յուղայնություն ունի եւ ինչքան յուղեր է սնուցում մեր օրգանիզմին։ Մի թեթև տաքացնելու դեպքում նայեք ես ոչ մի յուղ չեմ օգտագործել տապակելու ընթացքում, բայց սաղ
թավան արդեն յուղով է պատվել։ Ու ցանկալի է սառը վիճակում հարենք, քանի որ ինքը տաք վիճակում ավելի կձգվի, կպաստայանա, դրա համար ես մի փոքր եմ իրեն մանրացնելու, որ մենք պաստայացած վիճակը չունենանք։ Այսպես։ Ընդամենը 2-3 ուղակի վարկյան հարելու անենք եւ սկսեմ պատմել հղկու օշարակի մասին։ Իսկ դու ասում ես այդ օշարակի մասին որտեղից գիտես։ Ուղղակի որ հայտնի է ու շատ են օգտագործում դրա համար։ Որովհետև այո, շատ է առաջարկվում տարբեր բաղադրատոմսերում որպես շաքարի փոխարինիչ, այո, ավելի առողջարար տարբերակ ինչ որ բան քաղցրացնել, օրինակ խմորեղենը կամ աղանդեր տարբերով պատրաստում ես։ Սուրճ կարելի է սուրճի մեջ դնել։ Չեմ փորձել։ Սարգիս կարող ենք թխկու օշարակը սուրճին ավելացնել։ Այո, հիմա շատ են օգտագործում, քանի որ արդեն Հայաստանում առողջ սնունդը բավականին մեծ տեր է ստանձնել։ Այո, արդեն փոխարինում են մեղրով կամ հղկու օշարակով եւ շատ տարածված է։ Նաեւ նախաճաշի մեջ են շատ օգտագործում, արդեն ռեստորաններ կան, որ շատ ակտիվ կիրառում են եւ նաեւ կոֆե տներ հայերեն ասված, որ շատ կիրառում են հղկու օշարակը նաեւ ընդեղենի կաթերի հետ վեգաններին կամ ովքեր որ ուղղակի կաթնամթերք չեն ուտում, խմում։ Այսպես նայեք խուրման ինչ մասա ստացանք։ Ձերքով ենք ճզմում բարձրապես։ Այո, ինքը շատ փափուկ է։ Ես վերցրել էի նաև ջուր, եթե խուրման լիներ ավելի կոպիտ, մի փոքր ջրի մեջ թրջում ենք, նոր ապա սկսում ենք իրեն տրորել։ Բայց քանի որ խուրման մաքրելուց ես տեսա, որ շատ փափուկ է մեր խուրման, էլ ջրի կարիքը չեղավ։ Հիմա ես ավելացնում եմ գետնանուշը, բոված տապակած, եւ ինչ կխառնեմ, կսկսեմ մեր գնդիկները պատրաստել, մի քիչ ժամանակատար է լինելու մեր կոնֆետների պատրաստումը, դրա համար կպատմեմ, թե ինչպես ենք ստանում հղկու օշարակը։ Բայց նորից հղկու ասացի, Սարգիս։ Հղկու, ես հտարը խառնում իրար հետ ասում եւ ռելուրն եմ խառնում։ Կարևորը լավ խառնեք բաղադրիչները, ձեր դեպքում դա ամենակարևորն է։ Թղկու օշարակը։ Ուրեմն գարնանը հիմնական թղկու թտարի շեշտեմ ծառի վրա փոքր անցք են անում եւ տեղադրում են խողովակ։ Այդ խողովակի միջոցով սկսում է հյութը ծորալ։ Ինքը բավականին երկար ժամանակ, այո, ամիսներ թողում են թղկու ծառի հյութը դուրս գա։ Դրա համար էլ այդքան թանկ արժի։ Այո, մոտավոր 40 լիտր հյութից ստանում ենք 1 լիտր հղկու օշարակը, պատկերացրեք, ու դա զտելու ընթացքում է այդ օշարակը 1 լիտր օշարակ ստանալու համար 40 լիտր, այո, հյութ է պետք, եւ դա շատ բավականին բարդ process է եւ ինքը բավականին հարկի օշարակ է, որովհետեւ շատ երկար է պատրաստում, շատ դժվար է իրեն ստանալը։ Դրանից հետո ինքը ամիսներ շարունակ սկսում են զտել, սկզբից հյութն են զտում այդ ծառի ավելորդ կեղտերից, հետո արդեն սկսում են ջերմամշակում։ Երկար ջերմամշակման փուլ անցնելուց հետո ջրերը օքսիդանում են եւ տակը մնում է այս մեր օշարակը, որ տեսնեք, ինչ գույն ունի։ Ինքը նմանեցվում է եփված շաքարի գույնի, քանի որ ինքը շատ երկար ժամանակ զտում է անցնում կրակի վրա։ Նայեք, այսպես գեղեցիկ գնդիկներ ենք պատրաստելու, որը թաթախելու ենք քունջուտի մեջ եւ ստանալու ենք հրաշալի կոնֆետներ։ Նայեք։ Տան կոնֆետները կարող ենք լիարժեք փոխարինել մեր կոնֆետներով, որը որ տեղում պատրաստեցինք։ Բացի նրանից, որ մենք վերցրել ենք գետնանուշ եւ խուրմա, կարող եք ըստ ճաշակի փոխել նուշ ավելացնել, հնդկական պոպոկ ավելացնել, հնդկական ընկույզ։ Եվ ինչ որ արդեն կկամենաք։ Ու ասեմ, որ խուրման էլ դա պարտադիր բաղադրիչ չէ։ Խուրմայի փոխարեն կարող ենք վերցնել մեր հայկական ծիրանի ճիրը, ուղղակի շատ համեղ, այո։ Ես պատրաստում եմ հենց չրերով առանձին, որ մենակ ծիրանի ճիր, սալորաճիր, մի քիչ էլ թթուհոնի ճիր եմ տալիս, նույն մեր մեղրով կամ թղկու սիրոպով, օշարակով։ Քանի որ շատ անուններ կան, որ Հայաստանում շատ քիչ են կիրառում, տերմինաբանական շատ դժվար է հայերեն անունը հիշելը։ Արդեն ավտոմատ անգլերեն կամ ռուսերեն տեսակով։ Իսկ ելակը ինչ ենք անելու կամ ելակը եւ բանանը հիմա ծառայելու են արդեն մեր երկրորդ փուլին մատուցման ընթացքում։ Երբ որ մեր կոնֆետները ավելի ներկանալի ենք սարքելու, ավելի համեղ։
ինչեր են կրեմ։ Գետնանուշի պաստա։ Պաստա։ Կրեմ։ Կրեմ կամ խյուս, այո։ Խյուս։ Կարակը մածուկ չէ, Բոլորը տարբեր բաներ են ասում, բայց իրականում այո, մածուկ։ Գետնանուշի մածուկ։ Գետնանուշի մածուկը, գոջին, ելակը եւ բանանը Մատուցման համար են ընդամենը։ մատուցման համար, այո։ Գոջին շատ հետաքրքիր է, անգամ դեպքեր ունենք, որ մեր ռեստորաններում, երբ որ նոր աշխատակիցներ ենք վերցնում ու այնտեղ պետք է լինում, ասում ենք գոջին բերեք, աշխատակիցները ցենց շփոթմունքի մեջ են ընկնում, այս ինչ են ուզում էլի, այս ինչ գոջի մասին է խոսքը։ Որ գոջի մասին։ Հա, այն էլ առողջ սննդի ռեստորան գոջի։ Գիտեն ձեռ են առնում էլի, գորում են գոջի բերեք, աշխատողը հելնում է, ցենց գնում է, սկսում է տարածքում է գոջի մանգալ։ Մի օր այդպես դեպք ենք ունեցել, եկավ աշխատակիցը։ Հա, այդպես է գոջին չէր գտել, ինքը ու ամանչում էր ասեր թե ինչա գոջին կամ ուրա գոջին կամ գիտեր ձեռ ենք առնում էլի։ Ես փոխեմ իմ ձեռնոցները, քանի որ արդեն իսկ շատ է եւ հիմա կտեսնեք ինչ հետաքրքիր process է լինելու մեր բանանի հետ ձեռնոցներից փոխեմ մի խոսքով Շատ անհամբեր ենք իրականում Մեզ տված էր թե բանանը եւ ելակը եւ գոջին եւս ինչ որ կոնֆետ են դառնալու։ ինքը ընդհանուր դառնալու է կոնֆետ, քանի որ այո, մենք ունենք այստեղ, ես պահել եմ ոչ ոքի ցույց չեմ տվել, չոպիկներ, այո, մենք հիմա հավաքելու ենք մեր կոնֆետը։ Ես ձեռնոցս փոխեմ եւ անցնենք, չէ, մեր կոնֆետներին։ Այսպես Գոջին նաև սուպերֆուդ է, մի շատ հետաքրքիր փաստ գոջիի մասին ասեմ, այն մարդիկ չազնայան, որ ինքը շատ մեծ վիտամինների պաշար ունի, հիմնական A եւ E վիտամինի, բետա կարոտին լսել եք, կարոտին A վիտամինի, այո, հիմքերից է, շատ մեծ քանակի գոջին պարունակում է եւ շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր 30-40 տարեկան պլյուս խմում են դեղեր, որ արունը ջրիկացնեն։ Գոջին ավտոմատ կատարում է այդ process-ը եւ ջրիկացնում է արյունը։ Իհարկե դա կարևոր հարց, արդյոք գոջի կարելի է գտնել մեր խանութներում, թե պետք է պատվիրել։ Արդեն բոլոր խանութներում, այո, լայն տարածում Գոջի դու գոջի, ինչ հրաշքներ է գործում։ Հա, մենակ էլի մնում է աշխատակիցները իմանան, որ գոջի ունեն, չմտածեն էլի ձեռ են առնում, գնան գոջի մանգան կամ տայմսի բաժին, ասեն հեսա գոջին ստեղա, վերցրեք։ Նայեք, բանանները ինչ ենք անելու։ Մոտ այս ֆորմաներով կտրատելու ենք բանանները, մեզ պետք է 12 կտոր, 2, 4, 6, 8 10 եւ 12։ Իսկ ինչու է հենց 12։ 2, 6 անգամ 2, 12։ Ու բարձ հաշվակ եւ ելակները նույն հաջողությամբ ելակները 1-1 կարող ենք դնել, որ համերի բալանսը շատ չխառնենք։ Նայ, քանի որ մեր գետնանուշը ունի մշակված ավելի ծանր համ, մի փոքր մենք համերը ավելի բացելու ենք եւ թարմացնենք ելակի եւ բանանի միջոցով։ Նաև օգտագործելու ենք գետնանուշի մածուկը։ Այսպես 6։ Հա, վերջը պայմանավորվեցինք մածուկ, չէ։ Մածուկ։ Կարակել են ասում, հա, ինչպես կուզեք։ Այ կարակ բառը չէինք ասել։ Խտությունից է կախված մածուկ, է կարակ, է թե մյուսը ինչ էր։ Խյուս։ Որքան ավելի խիտ, այնքան ավելի մոտ կարակին, որքան ավելի միջին երևի խյուս, եթե ավելի ջրիկ մածուկով լավ էր։ Մենք պայմանավորվեցինք։ Հիմա հասկացա, տեսար ինչ արեցին գոջիով։ Փոքրիկ խորովածիկներ։ Այո, բայց քաղցր, առողջարար։ Բայց քաղցր գոջիով այս դեպքում։ Եվ շատ հետաքրքիր համերով։ Պատկերացնում եմ ինչքան համեղ է։ Համերի հիմա հասկացա բանանը ինչի 12 կտոր։ Եվ ելակը ինչու 2 դե անում է 12, ասի լավ, մի բան երևի բաց եմ թողել։ Մեր գնդիկների հետ էր պայմանավորված դա։ Քանի որ այո 6 գնդիկ ենք պատրաստել, մեր չոպիկները մի քիչ չեն կարողանում պահել։ Ես մի փոքր կհարթացնեմ առավոտյան սուրճի հետ, սա պարզապես փայլուն տարբերակ է, այո։
Հետո ես մի փոքր արագ Ես պատրաստելու եմ արդեն որոշել եմ։ հա վերջում երևի լցվելու է վրա։ Ես արագ եմ պատրաստում, դրա համար ժամանակատար մի քիչ է, բայց նայեք, այս կոնֆետները կարող ենք նախորդ պատրաստել, կոնֆետները իրանք շատ երկար մնում են, նաև փչանալու խնդիր չունեն, սառնանում կարող եք շաբաթով եւ ավելի շատ պահել, չհաց չի թվում որ սառնանում կոնֆետ կմնա, հենց հաջորդը կոնֆետները չեն լինելու, այլևս այսպես։ Համես դու քաղցրակեր ես։ Այո։ Եվ առավոտյան սուրճի հետ սա շատ լավ փոխարինիչ է բոլոր անառողջ տարբերակներին։ Ու ասեմ նաև Քաղցրի։ այս մի փոքր մեր էներգի գնդիկը, այսպես կոչենք, էներգի բոլ կոչվում է գնդիկ։ Մոտավոր 4 ժամ հանգիստ մեզ էներգիա է հաղորդելու եւ կարող ենք օրվա 4 ժամը առավոտյան նախաճաշի փոխարեն հանգիստ կարող ենք սուրճի հետ օգտվել եւ տանից դուրս գանք մեր գործերով ու չմտածենք նախաճաշի մասին։ Այսպես։ Մյուս անգամ հենց նման բանն ենք պետք է խոհանոցում պատրաստենք։ Առավոտյան ժամը 7-ին պետք է սարքից հանդիպենք։ Այո։ Վերցնում ենք մեր գոջին արդեն։ Չոպիկների վրա գոջի չենք դնում։ Չէ, գոջին մանրացնելու եմ, մի փոքր կտրատելու եմ, օգտագործել ենք նաև գետնանուշի կարագը եւ մեր սիրոպը։ Հասել ենք արդեն մատուցման փուլին։ Գոջով է կարող ենք էներգի գնդիկներ պատրաստել։ Որտեղ է աճում գոջին։ Գոջի տարածաշրջանը, եթե չեմ սխալվում, Ամերիկան է, հա, բայց հիմնական մեր թխկու օշարակը Կանադայից են շատ ստանում։ Այնտեղ թխկուները շատ են, Անտառները շատ են։ այո։ Սկսում ենք մատուցումը։ Կարագը, Վրան ենք փաստորեն այո, կարագը դնելու ենք վրան։ Կարող ենք տակնել դնել։ Կարագը պատրաստելու եղանակը չպատմեցի։ Ցանկալի է որ շատ, եթե նկատեցիք, թավայի մեջ բովելու ընթացքում ոչ համաչափ մասսա ստացանք մեր գետնանուշի բովվածությունը, բայց երբ որ օգտագործենք ջեռոց, կարող ենք ջեռոցում գետնանուշը մշակել, բովել, թողնենք սառչի, որ շատ յուղերը դուրս չտա այդ բանին։ Հետո վերցնում ենք մի քիչ ծովի աղ, շատ կարևոր է ծովի աղը, պարտադիր է, եթե անգամ չենք օգտագործում աղը, կարագը ստանալու համար կարևոր process է։ Ծովի աղը խաղում, այսպես ավելացնում ենք մեր եւ սկսում ենք բլենդերով հարել։ Մի քիչ հատուկ բլենդ, ես որը որ նոր օգտագործեցի, ցանկալի է այդ տեսակի բլենդերնով, որ ընդեղ են մանրացնելու հատկություն ունի, ցանկալի է այդ տեսակի բլենդերը վերցնել, բայց եթե չունենք, նորմալ է։ Կարող ենք նաեւ սովորական բլենդերով հարենք այնքան միջև ստանանք մեր կարագը, բայց շատ քիչ կարելի անել, քանի որ տնային բլենդերները շատ պրոֆեսիոնալ չեն եւ կարող է վառվի։ Հետո չասենք մեր հեռուստադիտողները անեն եւ վառվի։ Մի փոքր կարող եք հարել, հենց բլենդերը կտականա, կթողեք մի քիչ կմնա, կհանգստանա եւ կշարունակեք հետո էլի հարել։ Մոտ 3-4 մոտեցումից, այո, կստանանք մեր կարագը այսպիսի։ Ու գույնել կախված է նրանից, թե ինչ աստիճանի ենք մենք բովել մեր ընդեղենը։ Այսպես, հիմա պատրաստ են մեր որերը, այո, վերջ, կարող ենք արդեն փորձել, ես այստեղ սրբեմ, ստացվեց 6 էներգիայի գնդիկ, որը կարող է մեզ ապահովել 4 ժամ էներգիայով ու փոխարինել նախաճաշին։ Եվ իդեալական սուրճի կոնֆետների փոխարինիչ։ Սուրճի լավ ընկեր է։ Այո։ Մի խոսքով։ Շնորհակալություն Սարգիս, շատ գեղեցիկ էր, շատ առողջ արար։ Նախ պարտադիր փորձելու։ Անպայման եւ նախքան ընդհանուր ընդեղենի համար շնորհակալություն հայտնել, այսինքն քաղցրի համար, կոնֆետների համար։ Ուզում եմ ասել նաեւ ինֆորմացիայի համար շատ շնորհակալություն, որովհետեւ շատ հետաքրքիր տեղեկություններ դուք մեզ փոխանցեցիք, թե
գոջին, որ երբեք չենք մոռանա այլևս։ Այլևս թխկու օշարակը։ Օշարակը, որը կանադայից է գալիս, ու նաև այս տարբերակը, որ գետանուշի նույնիսկ կարակի կամ մածուկի կամ խյուսի տարբերակը, որ տան պայմաններով։ Սարքի շատ շնորհակալություն, մենք շտապենք արդեն մոդելան, որովհետև չենք անհամբեր ենք ուզում ենք փորձել։ Իսկ դուք երաժշտություն լսեք այդ ընթացքում, սիրելի հեռուստադիտողներ։ Գնացինք։ Գնացինք։